Շաբաթը մեկնարկեց Բաքվից ստացված պաշտոնական հաստատմամբ Ստեփանակերտի մայր տաճարն այլևս գոյություն չունի։ Հայրենի տարածքներ վերադարձող նախկին հարկադիր տեղահանվածները բազմիցս դիմել են պետական մարմիններին, դատականատյաններին, օկուպացիայի ընթացքում կառուցված շինությունների ապամոնտաժման պահանջով։ Կովկասի մահմեդականների վարչության ապրիլի 27-ին հրապարակած այս հայտարարությանը պաշտոնական Երևանն արձագանքեց ոչ թե արտգործնախարարության, այլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մակարդակով։ Իր ինքնիշխան տարածքում նույնիսկ որևէ երկրի ինքնիշխան տարածքում Հայաստանի եկեղեցի չպետք է քանդեն։ Այո, իհարկե չպետք է քանդեն։ Ես հասկանում եմ, որ մեզ անդադար փորձում են մտցնել այդ բանավեճի մեջ, որը կոնֆլիկտային է ամբողջովին, որպեսզի նորից հարաբերությունները սրվեն, հասկանում եք։ Ասեք, ոչ մի կոնֆլիկտի մեջ պետք չի մտնել, պարզապես պետք է ասել ինչու է քանդում մեր մշակութային ժառանգությունը։ Ուր է այդտեղ կոնֆլիկտ։ Ասեցինք, ինչու է քանդում մեր ժառանգությունը։ Հետո պատասխան են։ Պատասխանում են, ասում են լավ ենք անում։ Դե, կներեք։ Ինչ։ Դա չեղավ խաղաղություն։ Չէ, դա եղավ խաղաղություն։ Մի քանի օր անց ապրիլի 30-ին թիմակցի մտքերը զարգացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վաղը մյուս օրը գնացինք տեսանք Արցվաշենում ենթադրենք կառուցած է ինչ-որ մի բան։ Այսինքն արցվաշենցիները գնալու են այդտեղ ապրելու են, ասելու են լավ, ոչինչ պատմամշակութային հուշարձան է։ Տեսականորեն Արցվաշենը Հայաստանին կարող է վերադարձվել, եթե մի օր վերսկսվի սահմանազատման գործընթացն։ Այս շաբաթ այդ ուղղությամբ որոշակի զարգացումներ եղան։ Հայաստանն ու Ադրբեջանը Աղվերանում սահմանազատմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր հաստատեցին, որոնց բովանդակությունը սակայն այդպես էլ չհանրայնացվեց։ Ես ուզում եմ գոհունակության խոսքեր ասել երկու երկրների փոխվարչապետերին այդ աշխատանքը իրականացնելու եւ արդյունավետ իրականացնելու առիթով։ Ապրիլի 29-ին կայացած այցի գլխավոր հերոսն ադրբեջանցի փոխվարչապետն էր Շահին Մուստաֆայևը։ Նրա համար Երևանում եւ Աղվերանում անցկացրած մի քանի ժամեր նստեյության վերադարձային պատմական հայրենիք։ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահեն Մուստաֆայևը ծնվել է նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում։ Մուստաֆայևները հայկական այս գյուղի միակ ադրբեջանական ընտանիքն էր։ Շահենը սովորել է տեղի 8-ամյա դպրոցում, ապա ոսկե մեդալով ավարտել նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ հայկական դպրոցը։ Շահին Մուստաֆայևի Տավուշյան արմատների մասին առաջինը պատմել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը դեռ 2014 թվականին։ Աղվերանի բանակցություններին զուգահեռ սկսեցին համառ լուրեր պտտվել, որ Մուստաֆայևը նաև իր հայրենի գյուղ այցելելու ցանկություն է հայտնել։ Իմանամ, որ Շահենը սոր եկել է այդ սահմանազատման։ Ես հաստատ կգնամ, որ իրան հանդիպեմ ձեռով բարևեմ։ Կոնկրետ եթե հաշվենք ինքը եկած էլ մեր ցանկությունն է, օրինակ իմ կողմից չկա, ես ցանկություն չունեմ։ Մուստաֆայևի ձեռքը սեղմելու կամ չսեղմելու հնարավորություն, սակայն նրա նախկին դասընկերներն այդպես էլ չունեցան։ Ադրբեջանի փոխվարչապետը Ջուջևան չհասավ, նրա չկայացած այցը, սակայն ջուջևանցիներին կրկին ստիպեց հիշել Մուստաֆայևի դպրոցական տարիները։ Մեդալագիր եք, բայց հայոց լեզուն նրա հետ վիճել չկար, հայոց լեզուն գերազանց է։ Իդեպս ջուջևանցիների հայախոս էր Մուստաֆայևների ողջ ընտանիքն, այդ թվում նրա կրտսեր քույր Գյուլնարան։ Տարիներ առաջ 5-րդ ալիքին տված հարցազրույցում նրա ուսուցիչներից մեկը պատմել էր Մուստաֆայևների ընտանիքի եւ հայոց լեզվի քերականության ուշագրավ հարաբերությունների մասին։ Հայաստան բառը փոքրատառով գրեց։ Ասացի Գյուլնարը սխալ չունես գրատախտակին գրած նախադասության մեջ, թե ոչ։ Ասացի լավ նայիր, սխալ չունես, թե ոչ, ասի Հայաստան բառը երկրի անուն չի, ինչու ես փոքրատար գրել, թե լավ եմ արել, այդ լավը են հասուն Թուրքիա բառը փոքրատար էր գրել։ Եվ հենց այս շաբաթ էր, որ նախընտրական քննարկումների գլխավոր թեմա դարձավ 300,000 ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցումը Հայաստանի տարածքում։ Առաջինն այս հարցը նախընտրական օրակարգ ներմուծեց ուժեղ Հայաստան կուսակցությունը։ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ։ Կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ Սամվել Կարապետյանը սակայն միակ ընդդիմադիր առաջնորդը չէր, որ այս շաբաթ խոսում էր ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին։ Ադրբեջանցիների մասին հիշեց նաև Գագիկ Ծառուկյանը բավական անսպասելի հարկային քաղաքականության կոնտեքստում։ Ու այսօր գույքարներ ավելացել, այսինքն մարդուն առաջարկում են, որ դու քո տները ծախի գնա, ադրբեջանցիները
300,000 պետք է կան ստեղ գնեն մնա։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկել։ Իսկ կա արդյոք որևէ երաշխիք, որ նախկինում չքննարկված եւ այժմ չքննարկվող այս հարցը քննարկվի հետագայում, ասենք հունիսի 7-ից հետո հարցնում են ընդդիմադիրները, հիշեցնելով 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքուն խոսել է ամենաբարձր մակարդակով։ Община выходцев из Армении, которые были депортированы там в конце 80-х, начало 90-х годов, азербайджанцев, порядка 300 тысяч, она обратилась официально к руководству Армении с тем, чтобы и для них были бы созданы такие условия для возвращения и для реинтеграции. Թեև հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, դրա հիմնական մասնակիցներն այս շաբաթ կատարյալ նախընտրական տրամաբանության մեջ էին գործում։ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզում էր։ 2021-ին քաղաքացիական պայմանագիրն այստեղ 65% քվեեր ստացել, բայց նույնիսկ իշխող կուսակցության միջնաբերդ համարվող Սևանի ավազանում այսօր անհարմար հարցեր եւ անսպասելի առաջարկներ եւս հնչում են։ Մեկ էլ մի խնդրանք, ասեք Ապրատի տոմս չարնես հաջորդ անգամ։ Դու դա առ ապրատի չարնես։ Խնդրում եմ ուղղակի։ Եկեք Փաշինյան։ Ինչ նկատի ունի լավ չհասկանում։ Ճամբարակում Փաշինյանին սուր հարցեր էին ուղղում անցած տարվա ամռանը գազի պայթյունից վնասված եւ մինչ օրս այդպես էլ չվերանորոգված շենքի բնակիչները։ Ինչ են կարել մենք։ Բան չեք արել։ Մամակեմ գրետ չեք պատասխանել։ Քննարկում են։ Գույք են կորցրել, տուններ են կորցրել։ Հասկանում։ Այդքան զոհ են ունեցել, մահ են ունեցել, մամակեք չեք պատասխանել։ Օդում 11 ամիս է արդեն։ Գնայինք հասկանա։ Գնայինք ինչի՞ց է պայթե բայց։ Ո՞վ է մեղավոր։ Այդ չգիտենք, մենք բացահայտենք։ Վարդենիստցիներից մեկն էլ վարչապետի հետ խոսում էր մի թեմայից, որ վերջին տարիներին կարծես հետին պլան է մղվել՝ ոստիկանական բռնություններ։ Ես մի հատ մկակարամ երեխա բերեմ, օրս արև ինձ մտել անուն ռազույա 44 օրվա պատերազմի մի ան չկա, աշկ չկա, թև չկա։ Կանդը փիչե աշկի մեջ անանիտ տաղին, տարե բաժին ծեծե։ Քննություն ա։ Թող գնան։ Թող գնան։ Սերշալչյանի վախտին տեսբան չէ։ Թող գնան ցուցմունք տան։ Այս շաբաթ ցուցմունքներ էին ստիպված տալ ընդդիմադիր ուժեղ Հայաստանի աջակիցները։ Շաբաթվա ընթացքում իրավապահները ձերբակալեցին կուսակցության Ավանի շտաբի աշխատակիցներին, ինչպես նաև ուժեղ Հայաստանի անվտանգային թիմի ղեկավար նախկին հետախույզ Արթուր Հավանեսյանին։ Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը չնայած տնային կալանքին այս շաբաթ տեսախցիկների առջև էր հայտնվում գրեթե ամեն օր, պատասխանելով լրագրողների կամ էլ ծայրահեղ դեպքում թիմակիցների հարցերին։ Որն է եղել ձեր առաջին աշխատանքը։ Ասֆալտ էինք փռում ձեռքով։ Հիմա ինչը որ տեխնիկան անում, մենք այն ժամանակ ձեռքով էինք այդ ամեն ինչը անում, գումար էինք վաստակում։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այս շաբաթ հանդիպեց մտավորականներին, տեսագրվեց նաև նրա մասնակցությամբ Մեծ քաղաքականություն ոդքասթի հերթական թողարկումը։ Մենք մտել ենք պայքարի մեջ հաղթելու համար։ Սա անկասկած։ Դե իսկ Գագիկ Ծառուկյանը ողջ շաբաթ շրջում էր Երևանում եւ մարզերում նախընտրական շտաբերի բացմանը զուգահեռ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը քարոզարշավի մեկնարկից առաջ վերջին հրահանգներներ տալիս իր թիմակիցներին։ Լարոց իրիկոն դուք պարտավոր եք տարբեր ոլորտներում շփվելու մարդկանց հետ ոչ թե դուք ասեք, այլ պետք է լսեք հիմնական խնդիրը, խնդրեմը։ Աշխատանքային շաբաթն ավարտվեց մեկ օր շուտ, պատճառը աշխատավորների միջազգային օրն էր։ Հրապարակ են մտնում Ջերմոկ գրուպի աշխատակիցները։ Ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի, սակայն 2026-ի մայիսի 1-ին հրապարակ էին մտնում ոչ թե պետական գործարանների, այլ իշխանությունների հետ փոխկապակցված գործարարների ընկերությունների աշխատակիցները՝ Բադալյանների Fastbank, Արսենյանների Ջերմուկ, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Seal Insurance եւ Fly One։ Շնորհակալ ենք աշխատանքին։ Շնորհակալ ենք։ Դուք օթաչուներ եք։ Ես ձեր օթաչուն եմ առաջարկել։ Մայիս 1-յան Հայաստանի գլխավոր հերոսը, սակայն հրապարակ այդպես էլ չմտավ։ Մայիսի 1-ն է։ Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Երևանի կենթանաբանական այգուց զեբրը
չգիտես ոնց, ինչ հանգամանքներում վանդակից դուրս է եկել ու փախել է։ Հիմա այս պահին կենթանաբանական այգու աշխատակիցները փորձում են զեբրին տեղափոխել վանդակ։ Ժամեր անց սակայն պարզվեց աշխատավորների միջազգային օրը Մյասնիկյան պողոտայում հայտնված չորքոտանին ոչ թե զեբր էր, այլ աշխարհի ամենաաշխատավոր կենդանին, ավանակ, գովազդային նպատակներով զոլավոր ներկված։ Այ տղա, ատամատիկին ինչ ես քաշել, զեբրնեշը չես ջոգում։